է, հակասություններ չկան այդ կարծիքում։ Իհարկե մեր համար շատ ցավալի է, որ բուհը, որը երկար ժամանակ անցել է այս ճանապարհով, բուհից պահանջվել է առնվազն 8 տարի հասնելու այն ամենին, ինչ այս պահին ունի, եւ ստեղծվել է մի իրավիճակ, որը նսեմացնում է այդ ստեղծվածը, ապա մենք իհարկե ցավ ենք ապրում դրա համար եւ չենք կարող հաշտ լինել դրա հետ։ Եվ սա process է, որով մենք հայտնում ենք մեր անհաշտությունը դրա հետ եւ անհարգալից վերաբերմունքը նաեւ, քանի որ ներկայացվել է բուհը եւ անձնակազմը որպես ընտանիք, իսկ մեր բարոյական ընկալումներում ընտանիքի հետ այդպես չեն վարվում։ Մենք ընդհանրապես ներկայացնում ենք մեր ազատ խոսքը, ազատ կարծիքը եւ ինչպես արդեն մի քանի անգամ ֆիքսեցինք, օրենսդրական եւ իրավական տեսանկյունից ամեն ինչ կարող է ճշմարիտ լինել, բայց եկեք պատկերացնենք, որ իրավական տեսանկյունից ճշմարիտ է նաեւ համալսարանի լուծարումը, մասնաճյուղի լուծարումը նկատի ունենք։ Արդյոք դա ընդունելի պետք է լինի մեր կողմից եւ արդյոք արգումենտը, որ օրենսդրական բոլոր process-ներով անցել է համալսարանի լուծարման process-ը մասնաճյուղի, մենք պետք է լուր ընդունենք եւ ընդհանրապես Գյումրիում պետք է լուր ընդունվի դա, ուսանողների կողմից լուր ընդունվի, դասախոսների եւ վարչական անձնակազմի կողմից լուր ընդունվի։ Իհարկե ոչ, եւ այս process-ը դրա մասին է, ոչ իրավական եւ ոչ օրենսդրական կարգավորումներով process շտկելու մասին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն եւ եւս մեկ հարց, պարոն Պետրոսյանը այս հայտարարությանը նախորդող հայտարարություններ արել դեռ ընթացիկ քարոզարշավի ժամանակ, որ ինքը չի ստանձնի պաշտոն այնքան մինչև քաղաքական process-ները կավարտվի հասկանալի պատճառներով։ Հիմա նաեւ կա տարածված կարծիք, որ պարոն Պետրոսյանը ստանալու է նոր պաշտոն։ Միգուցե այս բոյկոտը վերջում կարծվի, որ անտեղի է, թե նման մտավախություն չկա, որովհետեւ վստահ եք, որ պարոն Պետրոսյանը չի ունենալու նոր օրինակ քաղաքական պաշտոն։ Մեր խնդիրն այն չէ, որ ինչ-որ մեկը այս process-ի արդյունքում պաշտոն է։ Եթե ինչ-որ process-ներ կան, որ լինելու են, կլինեն։ Մեր խնդիրն այն է, որ եղած թիմի հետ պետք է հարգալից վերաբերվել եւ հաղորդակցվել թիմի հետ։ Պարոն Պետրոսյանը գուցե պաշտոն կստանա, չի ստանա, ես ինֆորմացիա չունեմ այդ մասով, բայց այստեղ կա 30 հոգանոց թիմ, որի հետ կարելի է, եթե նույնիսկ հաշվի նստել չասեմ, զրուցել, ներկայացնել խնդիրը, լսել խնդիրը եւ փորձել լուծում տալ։